Այսօրվանից հետո երևել է այստեղ թուրք չի բարձրանա, չէ։ Երջեք, հավերժ, հայկական պիտի մնա այս սողը, ջուրը, այս երկնակամարը, սա արծվաբուն պիտի լինի, սիրելի Սլավիկ, արծվաբուն, միմիայն հայերի համար, հերիք է ինչքան օձեր ու կարիչներ են մեծացել այս սողում, հերիք է հիմա եղնիկներ պիտի լինեն և պիտի ունենանք հզոր բանակ, հանձինս նման տղաները ինչպիսինը սրանք են, մեր ընկերները, որոնք տանած են, պիտի զարդարեն այս սողն ու ջուրը, Աստված օրհնի բոլորին։ Շուշին ազատվեց, հրոսակները թողեցին ու հեռացան, թողնելով իրենց հետևից գյուղ, մոտ, ավերված, քանդված, քաղաք, գտին։ Ժողովուրդը նույնի իր բախտին։ Աստված օրհնի։ Աստված օգնի։ Առաջին սկսել։ Ասում ենք արդյոք կբարձրանանք եկեղեցի, կաղորդենք մեր երգչախմբի տղաներից են։ Առաջին սկսել։ Պիտի արարողություններ կատարվի այս եկեղեցում, ծիսակատարություններ, պիտի օրհնվի եկեղեցին հայ ժողովրդի կողմից և աղոթենք, որ քաղաքը լցվի հայությամբ և հարատևի դարեր շարունակ այս ծուղի վրա։ Այսօր որ օրնա որ տարին ասեցիք։ 1992 թիվ մայիս 12։ Հաղթանակը եղել է։ Հաղթանակը եղավ հաղթանակի օրը, ամսի 9-ին։ Ինչ մուտքեր են, չարաշ մուտքեր են։ Դրանք մտածել են, որ հայերի եկեղեցու վրա չեն խփի։ Դրա համար այս գրադի սնարյադները բերել են եկեղեցում։ Ընտեր հայ։ Ասում թուրքերը մաքրվում է և զուգվելու է, զարդարվելու է մեր Ղազանչոց եկեղեցին։ Եվ ոչ միայն տերհարությունը, այլև այլոք, ովքեր որ Հայաստանից պիտի գան, քահանաները այստեղ պիտի պատարակ մատուցեն, և մեր ժողովուրդը պիտի ցնցա, պիտի ուրախանա և հաճույք պիտի ստանա, ինչպես որ դարեր շարունակ եղել է Ղազանչոց եկեղեցին հայկական, այնպես էլ պիտի մնա հայկական։ Փառք ես Տեր Աստված, հիմա Հայաստանի դրոշն է շողշողում, Արցախ աշխարհի դրոշն է շողշողում, այնտեղ երկնքում և տա Աստված, որ հավերժ մնա այնտեղ ամեն։ թուրքերը եկեղեցում զենք են պարել։ Երկար ժամանակ։ Ու իմանալով, որ հայերը տեղադրված է եղել այս կողմերում և բացի դրանից զինամթերքը լրի պահում էին եկեղեցում, հաշվի առնելով, որ եկեղեցում չեն դիպչի։ Դրա համար, ասինքն հայերը չեն կրակի իրենց եկեղեցու վրա և այդպես էլ եղավ։